Քաղցկեղը այսօրվա դրությամբ համարվում է աշխարհի մահացության դեպքերի առաջացման հիմնական պատճառներից մեկը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումներով 2005-ից 2015 թվական անցած ժամանակահատվածում աշխարհում քաղցկեղից կմահանա մոտ 84 միլիոն մարդ։ Այս հիվանդությունից մահվան դեպքերի շուրջ 70%-ը գրանցվում է ցածր և միջին կենսամակարդակ ունեցող երկրներում։ Հայաստանը դժբախտաբար ևս դասվում է այդ երկրների շարքին։ Անցյալ տարվա տվյալներով մեր մարզում քաղցկեղով հիվանդների թվի տոկոսային աճ է գրանցվել։ Կախված է մարդկանց ապրելակերպից, մարդկանց սոցիալական վիճակից, այն ստրեսային վիճակից, որը մի քանի տարիներ առաջ ապրեցին Շիրակի մարզի բնակիչները։ Բժիշկ մասնագետները այդ հանգամանքը դիտարկում են որպես դժվար կենսակերպի հետևանք։ Հայաստանում այսօր ընդամենը 2 հակաուռուցքային կենտրոններ կան։ Առաջինը Երևանում է, մյուսն էլ Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերն է։ Այստեղ հիվանդները արտաքին և ներքին օրգանների բուժզնման նպատակով գամմա թերապևտիկ կամ հեռահաղճարակագայթային թերապիայի սարքավորումներով բուժվելու հնարավորություն ունեն։ Տվյալ սարքավորումը նախատեսված է գամմա ճառագայթման համար և օգտագործվում է հիվանդների բուժման համար։ Ներկա պահին տեղի է ունենում հիվանդի տեղադրումը, դաշտերի չափի որոշումը, ինչպես տեսնում եք, որոշում է դաշտերի չափը, խորությունը, որից հետո արդեն դուրս է գալիս ամբողջ անձնակազմը և շարունակվում է բուժումը։ Չարորակ հիվանդություններով տառապող հիվանդների մեծ մասը կանայք են, տղամարդիկ ավելի հաճախ հիվանդանում են թոքի քաղցկեղով 50-ից 60 տարեկան հասակում, սակայն վերջին շրջանում ըստ մասնագետների այդ հիվանդությունով տառապողների տարիքը ևս երիտասարդացել է։ Չարորակ ուռուցքով հիվանդները դրանք մեծամասնությամբ առաջանում են 60 և բարձր տարեկան մարդկանց կողմ, բայց ես ինչպես նշեցի, վերջին ժամանակում դա նկատվում է երիտասարդում, առանձնապես կանանց մոտ և կանանց օրգանների հետ։ Վերջին տարիներին համաշխարհային մասշտաբով բազմաթիվ գիտական աշխատությունների և հետազոտությունների շնորհիվ բուժման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նոր դեղամիջոցներ են ստեղծվել։ Հիմնականում վիրահատական, ճառագայթային և դեղորայքային բուժումների արդյունքում հիվանդության ընթացքը այժմ թեթևացնել հնարավոր է, սակայն չարորակ գոյացություններից կամ որ նույն քաղցկեղից հնարավորինս զերծ մնալու նպատակով մասնագետները նախ և առաջ խորհուրդ են տալիս հաճախակի դիմել բժիշկների օգնությանը, ինչպես նաև հրաժարվել առողջությանը վնասող վատ սովորություններից։ Անահիտ Նադարյան, Տիգրան Գասաբյան, Gala News։